պետք է հաշվի առնել ստեղծված իրականությունը։ Մենք հիմա նաև այդ իմաստով գնահատում ենք, որ հայ ժողովուրդը փողոց դուրս գալու մտայնություն չունի։ Մենք տեսանք, այսքան արաբիներով հայ ժողովուրդը հոգնած է, պարոն Արությունյան։ Գուցե հոգնած է, գուցե հիասթափված է, բայց շատ դեպքերում դա արդարացում չի, որովհետև գիտեք, 1000 տարի մենք եղել ենք օտար տիրապետության տակ։ 1000 տարի մենք մեր պետությունը չենք ունեցել։ Ու մենք հիմա ունենք մեր գոնե այս միջավ պետությունը, գոնե մեր այսպես կոչված անկախ պետությունը։ 35 տարի ենք մենք տանջվում այս պետության կերտման վրա։ Գոնե մի 100 տարի չտանջվենք, այն 1000 տարվա գոնե 10%-ը չտանջվենք մեր արդար ու անկախ պետությունը կերտելու վրա։ Ինչի՞ց ենք հոգնել։ Այո, հասկանում եմ, որ սերունդները հոգնել են շատ լավ, որովհետև մենք տեսանք, թե ինչպիսի 30-35 տարիներ ենք մենք ունեցել, ով եկել է խաբել, խոսումներ տվել, չի իրականացրել, բայց նոր սերունդ կա։ Նոր սերունդ, որը առաջին քայլերն է անելու մեր պետության այս քաղաքական պայքարի մեջ։ Մարդիկ, որոնք դեռ ուժ ունեն, հավատ ունեն, ովքեր որ չեն խաբվել, ովքեր որ չեն հիասթափվել։ Ցավոք սրտի, սերունդների դաստիարակման եւ արժեքների խնդիրը մենք ունենք։ Սա ամենամեծ մտահոգիչ հանգամանքը մեր համար։ Սերունդները մեծանում են, այսինքն պատկերացրեք 2008 թվականից ծնված սերունդն արդեն այս տարի գնում էր ընտրությունների, չէ՞։ Իրանք մեծանում են, բայց իրենց մեջ այդ հայրենասիրությունը, հայրենիքի նկատմամբ, պետության նկատմամբ մտահոգությունը չկա։